Լևոն Մկրտչյանի և իր սիրելիի հարսանիքն իր գեղեցկությամբ, նրբաճաշակ լուծումներով և սիրով լեցուն պահերով վաղուց արդեն դարձել է քննարկման թեմա, սակայն այսօրն առանձնանում էր մի քանի յուրահատուկ դրվագներով, որոնք դարձան թե խորհրդանշական, թե անջնջելի հիշողություններ ինչպես նորապսակների, այնպես էլ հյուրերի համար։ Հարսանեկան տարոսիկները, որոնք բաժանվեցին հյուրերին, հեռու էին սովորականից, դրանք ընտրվել էին մեծ խնամքով և յուրօրինակ խորհրդանիշներով, չկրկնվող նմուշներով ու ձեռքի աշխատանքով։ Նրանք իրենց մեջ պարունակում էին ուղերձ, բարի կամք, սեր, երազանք ու հույս։ Բայց ամենաակնառու և անակնկալ պահերից մեկն անկասկած հարսանեկան տորթի հայտնվելն էր, սա պարզապես տորթ չէր, սովորաբար նման արարողություններին ներկայացվող շքեղ շաքարային շինություններն այս անգամ փոխարինվել էին մի այլ համեստ, բայց միևնույն ժամանակ շքեղ արվեստի գործով։ Բազմահարկ տորթը փոխարինված էր փոքրիկ տորթով, բացառապես բնական բաղադրիչներով։ Այն զարդարված չէր ոչ փայլերով, ոչ թարմ ծաղիկներով կամ ջերմ լույսով ծփացող մոմերով։ Տորթը շրջապատված էր բազմաթիվ մոմերով, որոնց յուրաքանչյուրը վառվել էր հատուկ խորհրդով։ Հենց նորապսակներն առաջին անգամ մոտեցան տորթին, հնչեց մեղմ երաժշտություն, Լևոնն ու Էվելինան սկսեցին հերթով փչել մոմերը։ Յուրաքանչյուր փչած մոմի հետ նրանք փակ աչքերով կամաց-կամաց մրմնջում էին իրենց ցանկությունները։ Թե ինչ ցանկություններ էին դրանք, իհարկե կմնա միայն նրանց սրտերում, բայց հյուրերը զգացին այդ պահի կախարդական էներգիան, այն լռությունն ու սրբազան հուզմունքը, որն իջավ սրահ, երբ տորթի շուրջ մոմերը մեկը մյուսի հետևից մարեցին։ Շատերը հետո հավանաբար կխոստովանեն, որ այդ պահին ցանկացան, որ իրենց հարսանիքներն լինեին նման անկեղծ, հոգեցունց ու խորհրդանշական։ Լևոնն ու Էվելինան իրենց օրը չդարձրեցին շքեղության ցուցադրություն, այլ սրտանց-տոն համեստ, բայց բովանդակային։ Նրանք փայփայեցին ոչ թե արտաքին փայլն, այլ պահերի արժեքը, խորհրդանիշների ուժն ու զգացմունքների խորությունը, և դա էր պատճառը, որ հարսանիքից հետո բոլորն ասում էին նույն նախադասությունը՝ դա հարսանիք չէր, դա մի հեքիաթ էր լցված սրտանց սիրով ու հոգու ջերմությամբ։ Ես հարվել եմ ութողիմ ձեռամբ լինի ես ամեն ինչը, դե հաշեք, դենանք ում նկարնա լինելու, խնդրում եմ։ Հասոն ջան, շնորհավորում ենք եկեք մի հատ կենտրոն, Հասոն ջան, քանի որ ձեզ հարց չեք տվել, հիմա հասնեմ, արդյոք ձեր սիրտը զբաղված, արդյոք ձեր նշանազենք կամ ընկեր եք, այն բոյֆրենդը, չկա, ապագայում ոչ մի բաններ չունեք, ժողովուրդ, Հասոն լինելու է հաջորդը, Հասմիկ ջան, շնորհավորում ենք ձեզ, Էվելինայի ձեռամբ թողնացված գեղեցիկ ծաղկեփունջը հանձնում ենք ձեզ, ասում որ անպայման թող տարոսը լինի ձեզ, աղջիկներից ձեր գեղեցիկ լուսանկարները, Էվելինան, դու էլ ալի փորձնենք։ Ես նշանված եմ։ Լևոն պատրաստ ես, ուշադիր, 3, 2, 1 Իրականում պարոն Արարատի մոտիվացիան բավականին մեծ է, միայն ծնծարեց դաշտերի մեջ գիտեր, որ կանալ խապեն, ամեն էլ որ կյանքի փորձը իրականացնում է։ Լևոն, ուշադիր, 3, 2, 1 Ամեն դեպքում մեր ընկերը շատ է ուզում, Լևոն, պատտվի մերիդան դու, չեք ատակ եմ անում, դες բաներ չանեք, արդար բեմերինի ամեն ինչ։ Լևոն, գնացի։ Դուք իզնից գործ ունեք